Բարի երեկո, այսօր դեկտեմբերի 27-ն է, 2013 թվականի ավարտվում է տարին և տարին մենք որոշեցինք ավարտել մեր ժամանակի մեծագույն մտավորականներից մեկի հետ։ Նրա մասին ասում են դարաշրջանի երաժշտական արվեստի մեծագույն ֆենոմեն։ Իմ հյուրը այսօր Հովհաննես Չեքիջյանն է, Հայաստանի Պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր եւ սա դեռ ամբողջական ցանկը չէ։ Բարի երեկո, մայստրո։ Բարի երեկո։ Նախ ուզում եմ շնորհավորել ոչ միայն գալիք տոների առիթով, ամանոր եւ Սուրբ Ծնունդ, այլ նաեւ ներող եղեք մի քանի օր ուշացումով ձեր ծննդյան տարեդարձի առիթով։ Շնորհակալ եմ։ Ասենք թե չասենք, քանի տարին լրացավ։ Վիտա ասեք, գաղտնիք չէ։ Եվ ծննդյան օրը նշանավորվեց նաև մի փառահեղ համերգով։ Այո, այդ համերգը պատմական համերգ էր, սովորական համերգներից չէր։ Այսինքն շատ ունգնդիրը տպավորված կնաց մեզանից, դրական էմոցիաներով։ Երևի ես է ֆորմի մեջ էի, ինչ ասեմ, չգիտեմ։ Իմ ծննդյան օրը ես կարողացա ինչ-որ ջերմացնել հանդիսատեսի սրտերը, կարծում եմ, շատ-շատերը մոտեցան, գովեստի խոսքեր ասեցին եւ այլն։ Մի խոսքով հաջող համերգ անցկացրին։ Եվ այս տարվա, ասենք, նշանակալի իրողություններ, սա ձեր ստեղծագործական։ Այո, տարին լավ փակեցինք, որովհետեւ սիմֆոնիկ նվագախումբով էր եւ այդ նվագախումբի վերջի համերգն էր, տարվա վերջի համերգն էր, մերն էր նույնպես։ Ամենուր փակումը այդպես արեցինք։ Մայստրո, ասում են, թե երբ որ դուք եք կանգնած երգչախմբի դիմաց, այլ երևույթ է դա, այլ հնչեղություն է, ասենք նույն երգիչները մեկ այլ խմբավարի դեպքում երևի թե նույն հնչողություն։ Դա ինչից է։ Դա չի վերաբերում մենակ մեր խմբին։ Ես որ խմբի առաջով կանգնում եմ, եղել է որ ուրիշ խմբերի առաջ կանգնել եմ եւ նվագախմբի առաջ։ Դե հնչողությունը ուրիշ հնչողություն է, այսինքն ունեմ ես իմ ձեռագիրը։ Ոնց ասեմ ձեզ, հնչողությունը ես ոչ թե հենվում եմ արտիստների ունակությունների վրա, այլ արտիստներից վերցնում եմ այն հնչողություն, որ ինձ պետք է։ Բացառել դժվար է։ Այսինքն այս առումով սա ձեռքբերովի ինչ-որ մի բան է, թե ի վերուստ տրված։ Չէ, դա ինձ հետ կգնա։ Եվ վերջ։ Այո։ Ինչպես մեր շատ մեծ արվեստագետների հետ գնացել են որակները, որ եղել են։ Արվեստագետներ կան, որոնց տեղերը թափոր մնացին, ցավոք սրտի։ Այդ իմաստով, այդ հնչողության իմաստով երկրորդը չի լինի։ Ավելի լավ է կարող է լինի, բայց իմ հնչողությունը երբեք չի լինի։ Այսինքն այն շատ տարածված արտահայտությունը, թե անփոխարինելի մարդիկ չկան, մեծ արվեստի պարագայում արդարացված չի։ Գիտեք ինչ, նախ այնտեղից սկսենք, որ ամեն դիրիժոր իր ակնոցով է տեսնում այդ նոտաները։ Եվ տարբեր մեկնաբանություններ կան, նոտաները չեն փոխվում։ Բեթհովենի սիմֆոնիաները, որ ասենք թե շատ են նվագված տարբեր դիրիժորների մեկնաբանությամբ, մենք այսօր շատ հեշտուանքից մեր տանը կարող է ունենանք նույն սիմֆոնիայի 10 տարբեր դիրիժորներով։ Տեսնեք, մոտեցումները ուրիշ են։ Գիտեք, ինձ համար նաև ինչն է զարմանալի, հայերիս մասին ընդհանրապես ասում են, թե մենք այդ կոլեկտիվ ձևաչափերի մեջ առանձնապես մեծ հաջողություններ չենք կարող չենք փայլում։ Մեզանից յուրաքանչյուրը անհատականություն է, մեզանից յուրաքանչյուրը ղեկավար է, մեզանից յուրաքանչյուրը առաջնորդ է, եւ դրա համար կոլեկտիվ ձևաչափերում չենք կարողանում։ Տարբեր ոլորտներում անպայման չի երաժշտական արվեստը կամ երգչախմբային կատարումները, հա, լինի սպորտ, լինի արվեստ, լինի քաղաքականություն, Նաև երբեմն դրանով են բացատրում, թե ասենք քաղաքական մեր համակարգը ինչի է այս վիճակին, որովհետև բոլորս ցանկանում ենք առաջնորդի դերում մեզ տեսնել։ Հիմա ինձ զարմանալի է, դուք այս երգչախումբը ղեկավարում եք ավելի քան կես դար։ Այո։ 52 տարի, 53 արդեն, հա, եթե չեմ սխալվում։
Ու որն է դրա ֆենոմենը, որ կարողանում եք համախմբել այդ ձեր ասած մեկ ձեռագրի շուրջ, մեկ գաղափարի շուրջ, այդքան մարդկանց, որոնցից իմ կարծիքով, ասենք կամ վստահ եմ, որ յուրաքանչյուրը հոգու խորքում գիտի, որ ինքն էլ անհատականություն է, բայց կոլեկտիվի մեջ, ասենք, հա, ենթարկվում է, այսպես ձևակերպենք, այդ դա գիտեք, ինչ դա այնպեսի բան է, որ լավ արվեստի մարդն էլ հերիք չի։ Կոլեկտիվ պահելը դա ուրիշ մասնագիտություն է։ Ես ցույց եմ տալի ասելու ինձ, որ ես ապացուցել եմ այս կես տարի եւ ավելի ընթացքում, որ ապացուցել եմ, որ հայերը համախմբված լավ գործ կանեն։ Բայց չենք համախմբվում։ Ասենք քաղաքականության մեջ ամեն մարդ իր երգն է երգում։ Ձեր կոլեկտիվի նման բոլորը մի երգ չեն երգում։ Ես խոսում եմ իմ մասին։ Հա, հասկանալի։ Ես ապացուցել եմ եւ կապացուցեմ, որ հայերը համախմբված լավ գործ կանեն։ Գիտեք, դա արվեստի սահմաններից դուրս բան եմ ասում։ Հասկանալի, ես էլ արվեստի սահմաններից դուրս եկա, որ ասի մի խառնել։ Ես չեմ ուզում անպայման խառնել այսօրվա, ասենք, քաղաքական վիճակը, ցանկացած ոլորտում վերցնենք, եթե համախմբված, ուրեմն հասկանալի է, բայց այդ համախմբումը չի կարողանում ձեզ ինչպես է հաջողվել դա։ Բայց դուք իմ դրության մեջ մտնում եք, չէ՞։ Ես հասկանում եմ, որ դա մի աներևակայելի բան է։ Աներևակայելի բան է, բայց Երգչախումբը քանի հոգի են։ 93 երգիչ ունենք։ 93 եւ թափուրտեղ չկա կարծեմ թե։ Բացարձակ չկա, քանի տարի արդեն։ Այսինքն պատահում է, որ մեկը դուրս եկալի ուրիշն է, բայց դե թափուրտը երբեք չի մնում։ Մի օր չի մնում, որովհետեւ հերթ են կանգնում մարդիկ։ Չնայած աշխատավարձն է մի բան չի, բայց բոլորը ուզում են ինձ հետ աշխատեն։ Ես էլ անսահմանափակ հնարավորություններ չունեմ։ Ընդամենը 93 հաստիկ ունեմ։ Ընդամենը 93, բայց այդ 93-ում ընդհանրապես թափուրտեղ չի լինում եւ բոլորը եւ չեն էլ դժգոհում, չէ՞։ Չէ, իմ փորձերը գիտեք ոնց անցնում, գնահ մեր արտիստները չեն հասկանում թե ոնց անցավ ժամը։ Ուրիշ թե բոլոր ոլորտներում այդ չկարողացանք, չհասկացանք։ Դրա ֆենոմենը ո՞րն է, դա բացատրելու բան է, թե չգիտեմ։ Եթե ես կարողացա բացատրել, պիտի բեմը թողնեմ ու գնամ։ Այնպեսի անբացատրելի բան է։ Եվ հնչողությունը եւ բոլորին համախմբելը եւ 50 տարի այդպես առաջնորդել։ Այո, դա անբացատրելի բան է։ Երբ որ ես եմ գանած, ուրիշ հնչողություն է։ Երբ որ ես եմ գանած, ժամը ոնց անցնում չեն զգում։ Հանդիսատեսի մոտ էլ այդ զգացողությունը կա։ Որոշ չափով, այո։ Ոչ լրիվ չափով, բայց ես աշխատում եմ, գիտեք ոնց, աշխատում եմ ոչ միայն բեմի համար, աշխատում եմ ունգդրի համար, այսինքն իմ ականջը աշխատում եմ դեղափոխել 20-րդ շրջանում նստած մարդու ականջով, ոնց կլսեր այդ մարդը, այս խմբի, այս կամ այն երաժշտական նախադասությունը։ Մայստրո, իսկ այս տարիների ընթացքում այդ 20-րդ շարքում նստած մարդու ականջի հետ ինչ-որ բան փոխվել է, չի փոխվել, լսողությունը նրա լավացել է, վատացել է, պահանջները շատացել են, չէ՞ որ նույն մարդը չէ։ Դրա համար եմ ասում, հանդիսատեսի որակի մասին եմ ասում։ Դե գիտեք, ինչ տարբեր դահլիճներ, տարբեր բաներ են պահանջում կատարողական արվեստից։ Ձեզ զարմանալի չթվա, բայց ամեն ինչ հարաբերական է կյանքում։ Այդ լուսավորությունը, այդ օրվա եղանակը, անձևոտ է, թե արևոտ է, աթոռների գույնը, այս բոլորը մի տեսակ ներազդում են, հա, չէ, պատճառ են դառնում, որպեսզի այդ նույն ունգնդիրը այդ միջավայրում լսի այդ երաժշտությունը եւ կատարող արվեստի մարդը պիտի այդ բոլորը հաշվի առնի։ Այդ բոլորի համապատասխան պետք է վարվի ունգնդրի հետ։ Իսկ երաժիշտների մասով այդ նույն եղանակը, նույն աթոռի գույնը կամ իր ընտանիքում փողոցում ունեցած խնդիրները, իր տրամադրությունը, ես ուրիշ բան ասեմ, եթե նույն երգը ասենք թե 500 անգամ երգել ենք, 500 անգամ եթե ձայնագրենք, ոչ ոք մեզ սինխրոն չի լինի։ Տարբեր կլինեն։ Անպայման։ Եթե սինխրոնական նշանակում է ես արդեն արվեստի մարդ չեմ, արդեն ես հանգած հրապոխեմ, պետք է թողնեմ գնամ։ Կարողացա բացատրել։ Նույն երբեք չի լինի։
այդ մտնորդին, այդ տալիջի, այդ վարկյանին ես ստեցագործում եմ։ Իսկ ամեն դեպքում կա ինչ-որ մի չափանիշ, որ այդ տարբերությունը այդ չափանիշից ներքև չի լինում։ Իհարկե կա, էքստրենսիկ բաների մասին չէ խոսքը, խոսքը շատ նրբագույն, այսպես տարբերակների մասին, շատ նուրբ թելերի մասին է, բայց այդ նուրբ թելերն են, որ մարդու ցեզնի խոսում են երբեմն։ Մայստրո, երբ սկսեց, ինչպես սկսվեց ձեր ճանապարհը դեպի արվեստ։ Շատ երախից ձևով 13-14 տարեկան էի, խմբում երգում էի, այդ օրը խմբավորը հիվանդ էր, չկար, ես ամենակրտսերն էի մեջները, այսինքն գուցե դու փորձես, ձեր քեզ բարձրացրի, տեսա որ մարդիկ իմ ձեռքով էին երգում, մի տեսակ բան հասկացա, որ սա դժվար բան է, բայց դա իմ գործն է, պետք է անեմ։ Դա երբ էր, որտեղ էր։ Դա 1944 թվականն էր։ Օ։ Եվ այդ օրվանից ես բեմի վրա եմ։ 44 թվականից մինչև հիմա։ 73 տարի։ 73 տարի։ Ասել հեշտ է։ Նույնիսկ ասելն է դժվար։ Կան ինչ-որ քաղաքներ, դահլիճներ, համերգներ, որ տպավորվել է եւ միշտ հիշում եք։ Ես մի քիչ ֆանատիկ արվեստի մարդ եմ, այսքան համերգներ, հազարներով համերգ եմ տվել, բայց օրինակ Լվովում, սրանից մի 20 տարի առաջ Ֆորեի ռեկվիեմի կատարման ժամանակ վերջի մասում սոպրանները ունեն այսպես մի երաժշտական նախադասություն։ Դա կարծես թե արդեն դա հղկվելու ենթակա չէր։ Նման բաներ եղել են, բայց ոչ ամբողջ համերգը, հնարավոր չէ ամբողջ համերգը։ Հաջող համերգ եղել է, բայց այդ հաջող համերգի մեջ կան, գիտեք, մեր գործում սահման չկա, այսինքն կատարելություն չկա մեր գործում, միշտ լավից լավը կա, միշտ ստուգում ենք լավից լավը։ Եվ ինչքան իմ տարիքը առաջանում է, ինչքան հասկանում եմ, որ կատարելությունը հորիզոն նման փախնում է։ Միշտ անելու բան կա, միշտ բրբլու բան կա։ Այդ նույն կոմիտասի երաժշտությունը միշտ նայելու բան կա, այդ բանի մեջ, նոթաների մեջ էլի նոր բան գտնելու տեղ կա։ Ինչքան մոտենում ես, այնքան հորիզոնը ավելի գնում է։ Կատարելություն չկա մեր գործում։ Իսկ այն մի քանի ֆրազան որ ասեցի, չէ՞, Լվով։ Դա արդեն կարծես թե հղման ենթակա չէր։ Եվ արդեն, ասինքն հասել էիք այդ գծին, որ իդեալական հացեստով իդեալական հնարավոր չի, այո։ Բայց դա երկրորդ անգամ չի լինի։ Դրա համար եթե մենք այդ նույն խմբով, նույն երգը ձայնակրած լինենք, իրար հետ երբեք սինխրոն չի լինի։ Մայստրո, ո՞րն է ձեր ֆենոմենը կամ դրա բացատրությունը ո՞րն է, որ տարբեր փուլեր եք ապրել, տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում, բայց միշտ եղել է, ժամանակի ամենագնահատված եւ ամենամեծ արվեստագետներից մեկը բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների կողմից։ Սրա բացատրությունը ո՞րն է։ Արվեստի ուժն է, թե նաեւ մարդկային որակներ են, թե նաեւ, չգիտեմ, ինչ որ անբացատրելի բաներ են։ Ճիշտ է, անբացատրելի է, բայց այդ ձեր ասած ազգանների բոլորի խտացումն է։ Մի քիչ անց։ Բայց հիմնականում արվեստի ուժն է։ Խոսում են մտավորականություն, հասարակություն կապի մասին, դա ինչ է նշանակում։ Ձեր պարագայում դա ինչ է։ Ինչպես ասում մտավորականություն, արվեստագետ եւ հասարակություն, կապ, փոխհարաբերություններ, ձեզ համար սա ինչ է։ Իմ ագնոսով, իմ հասկացածով, ուրեմն արվեստի մարդը երկու տեսակ է։ Կամ մեկը կա, մի տեսակը կա, որ կոչումներով, ամեն ինչով, զարդարված այնպես անունով, բայց այնտեղ կանք է առնում։ Բայց կա նաև արվեստի մարդ, որը սիրված արվեստի մարդ է, դա ուրիշ կատեգորիա է։ Ես ամբողջ կյանքում աշխատել եմ, որ ես որպես մարդ անձնավորություն նախ եւ առաջ գնահատեն,
հետո որպես երաժիշտ կամ արվեստի մարդ։ Իսկ հակառակը ես չեմ ընդունում։ Այսինքն, այն ինչ որ ես ասենք թե մի շնորհք ունեմ դա բանի սպեկուլյացիայի ենթարկեմ դրա վրա հիմա քիչ սպասացնեմ, այդպես բան ես չունեմ։ Փառքին դիմանալը դժվար բան է։ Իհարկե։ Հասնել ավելի հեշտ է, քան թե դիմանալը, քան թե հասնել պահպանելը։ Եվ ոչ միայն արվեստում, ընդհանրապես, հա։ Ես միշտ պետք է պատկերավոր ասած կոչկված լինեմ։ Միշտ, հա։ Սխալ քայլը կարող է ամիջապես խոշորացուցով նայեն։ Հաջողվել է ամբողջ կյանքում։ Դե երբեք չի հաջողվել 100%-ով, բայց դե աշխատում եմ, որ դեղ չթողեմ, որպեսզի խոշորացուցը բռնեմ վրես։ Իսկ ասենք երիտասարդ տարիներին եղել են դեպքեր, երբ որ ձեզ բռնացրել եք այն պահին, որ փառքը տանում է կամ ինչ որ ազդեցություն է ունենում։ Ինչ ազդեցություն։ Ասում ենք փառքին դիմանալը դժվար է, չէ՞։ Այո։ Երիտասարդ տարիներին, երբ որ արդեն ճանաչումը գալիս է, անունը գալիս է, հեղինակությունը, գնահատված լինելը, եղել է մի պահ, որ գլխապտույտ առաջացնի։ Ես միշտ աշխատել եմ, որպեսզի այդ գնահատականները, այդ լավ խոսքերը ինչ չշլացնեն, երբեք դրանցով գոհ չեմ եղել։ Այսինքն կան այդպիսի մարդիկ, որոնք իրենք էլ հավատում են, որ ասիջերն են բարձրացել, ես այդպես չեմ եղել։ Միշտ ինչքան որ ինձ գովել են, ինչքան որ ինձ հավանել են և ջերմ խոսքեր են ասել, միշտ ես ընդունել եմ որպես կրճատված բանով, 100%-ով չեմ ընդունել։ Միշտ վախեցել եմ, որ ես դրան արժանի չեմ։ Ինքնապաշտպանական ինչ-որ շեշտ է ավելացնում։ Այո, միշտ զգոն եմ եղել, որ արդյոք ես արժանի եմ այդ բաներին։ Համոզված եմ, որ արժանի եմ, բայց միշտ ինձ բայել եմ, որպեսզի էլի դեղ ունենամ։ Այլ դեպքերում շատ-շատերը մտածում են, որ դա քիչ է եւ իրենք ավելի են արժանի եւ այլն։ Այո, դրանք արդեն գիտեք, իրենց կորցնում են, շփանում են, ես գիտեմ, մեծամտանում են եւ այլն։ Ու փառքին չդիմանալու պահը այդտեղ է գալիս։ Այո։ Այսօր հեշտ է ապրվում, հեշտ է շնչվում այս մեր իրականության մեջ։ Կյանքը ընդհանրապես շատ հեշտ չէ։ Կյանքը հեշտ է գիտեք ում համար։ Այն ուռոտների համար, որ անտած ուրախ են։ Կյանքի մեջ միշտ պրոբլեմներ կան։ Ամեն օր, ամեն վայրկյան։ Դե հասկանալի է, ընդհանուր առմամբ հա պրոբլեմներ կան, բայց գալիս են ավելի դժվար ժամանակներ, ավելի բարդ ժամանակներ, կամ ավելի հեշտ ժամանակներ, ավելի լավ ժամանակներ, պրոբլեմները միշտ կան։ Հիմա ասում են մենք երկրում մենք էլ ապրում ենք բավական բարդ դժվար ժամանակներ են, այս առումով եմ հարցնում։ Ինչպես է շնչվում, ինչն է մտահոգում ձեզ։ Այն է մտահոգում, որ մեր ժողովրդի բախտը շատ անգամ չի ճպտացել, որովհետև մենք ժամանակը ճիշտ չենք օգտագործել գուցե։ Մենք դիվանագիտական ասպարեզում չենք փայլել շատ։ Ես ցանկանում եմ իմ ժողովրդին, որ լինեն մի քիչ ավելի դիվանագետ, ամեն արդարություն չէ, որ հաղթանակ կտանի, երբեմն այդ արդարությունը պիտի բայես քեզ, որպեսզի ավելի հարուստ մնաս։ Մենք սպառող ենք, մենք ամեն ինչը տեսնում ենք ու ասում ենք, բայց դիվանագետների բանը զգացմունքը այդպես չէ։ Մեզից ավելի հին դիվանագետները մեր վրա նայում են իմ կարծիքով եւ ասում են հələ սրանք նոր են, նոր հանրապետություն են, հələ շատ դեղ ունեն։ Դիվանագիտությունից բացի մեզ ինչն է պակասում։ Ինչն է պակասում գիտեք, անկեղծորեն ասեմ, մեզ մի ուրիշի աչքով տեսնելու ունակությունը։
Ես հիշեցի ձեր նոր քիչ առաջ արած հայտարարությունը, որ դուք փորձում եք լսել այն 20-րդ շարքում նստածի ականջով։ Հիմա մեզ բոլորից պակասում է կողքի աչքով նայելու։ Այո։ Մենք հիմա մեր գուսով խոսում ենք, մի երրորդ անձը գուցե ավելի լավ բան է տեսնում է, ավելի ճիշտ բան է տեսնում մեր ասածի մեջ։ Բայց մենք անդեսում ենք։ Մեր ասածը բոլորի ճիշտն է, կարծում ենք, այդպես չէ։ Լսել կարողանալ եւ կողքից տեսնել կարողանալ։ Կողքի մարդը ոնց կընդունի իմ ասածը։ Դա դիվանագիտություն է։ Ձեզ երբևէ քննադատել են կյանքում։ Ամեն օր։ Եվ դրան ինչպես եք վերաբերում։ Ինչպես։ Ինչպես եք վերաբերում քննադատությանը։ Քննադատությունը ինձ օգնում է, որպեսզի ես հետագա անելիքներս ավելի կշտադատեմ։ Եթե դա այդպես չլիներ, երևի այս հաջողության չի հասնի։ Քննադատությունը միշտ կա, առողջ քննադատությունը, չարամիտ քննադատության մասին չի խոսքը։ Եվ ես միշտ լսող եմ եղել։ Երևի մեր կյանքում, մեր երկրում, մեր ամբողջ այս համակարգում այդ ձեր ասած առողջ քննադատության եւ քննադատություն լսելու պակասը նաեւ կա։ Այո, նաեւ։ Այդ իմաստով այդ երրորդ անձի գնահատականն է, որը մենք պետք է հաշվի առնենք։ Մայստրո, իսկ ինչն է կյանքում ձեզ ուրախացնում, ոգևորում այս ժամանակներում։ Կա այդպիսի բան։ Իմ խոր համոզմամբ մարդ իր բախտով կապրի, եւ ես ցանկանում եմ, որ մեր ժողովրդին էլ բախտը ժպտա, մենք կարողանանք ժամանակը ճիշտ օգտագործել։ Եվ ուրախանալու տեղ լինի մեզ համար, որը ցավոք սրտի շատ անգամ չի պատահում։ Հավատում եք մեր հերանեկարին, լավ ապագային։ Առանց այդ հավատքի ապրել հնարավոր չէ։ Չէ, ասում եմ, որովհետև հիմա շատերի մոտ այդ հավատը խարխլվել է, թուլացել է, հուսահատությունն է ավելի շատ առաջ եկել։ Ոնց ասեմ, հուսահատության մոմենտները իհարկե եղել է իմ կյանքում էլ, բայց կապված անձնական խնդիրների, ստեղծագործական ուղու թե երկրի հետ։ Որ բնակավար ասեք, բայց օրինակ ես իմ բնակավարը ասեմ 61 թվին ես եկել եմ առաջին անգամ Հայաստան եւ իմ առաջի տպավորություններից գիտեք որն է, որ պատուհանը որ բաց էր Երևան քաղաքում զբոսնելիս, այդ պատուհանից հնչում էր Բաքվի երաժշտություն։ Դուք հիշեք երևի։ Հա։ Մեր ժողովուրդը իրեն սրբագրեց, դա բանով չեղավ, հրամանով չեղավ, արգելելու ճանապարհով չեղավ։ Կարծում եք սրբագրվել ենք ամբողջությամբ։ Ամբողջությամբ չէ իհարկե, բայց մեծ մասամբ սրբագրվեց։ Հա, Խանլարովայի ժամանակներից հետո տարբերությունը Խանլարովան գալիս էր, ինչ գիտեմ, դատակատարություն էր։ Հիմա չեմ ասում, որ Բաքվի երաժշտություն լսող չկա, էլի կա, բայց շատ ավելի քչացել են հիմա։ Այնտեղ այն անգամ 61 թվին ամբողջ ժողովուրդը մեկ թուրքական երաժշտություն էր տիրապետում։ Հիմա ասելիս ինչ է, ազգը իրեն սրբագրեց, իրեն մաքրեց։ Հիմա տեսեք ինչ է կատարում։ Մենք ունենք ցավոք սրտի հարսանիքներ եւ այլն, որ մեր երաժշտությունը այդ ռաբից կոչված այդ բաներն են։ Մենք չենք հասկանում, մենք ունեցել ենք, այն ժողովուրդն ենք, որ արկոմիտաս ենք ունեցել։ Ոնց կարելի է նարեկացի ունեցող ժողովուրդը այսօրվա այն հասարակ այնպես ավլեմ թափեմ փոշին դրով ոգևորվել, ոնց կարելի է, մենք ավելի լուրջ մարդիկ ենք, չէ՞, որպես ժողովուրդ։ Բայց մենք, չգիտեք, մոռանում ենք մեզ։ Հիմա կոմիտասը եղել է մոտավորապես այսպես եթե գուցե չափանցացնում եմ, բայց եղել է մեր գրապար ուրեմն լեզուն։ Այն ինչ։ Մեր իսկական լեզուն գրապարն է։ Շատ բան մոռանում ենք։
Տարվա ավարտին որպես ինչ խոհեր ունեք, ինչ մտածումներ ունեք, ինչ կուզենայիք հաղորդել, փոխանցել, կամ միգուցե ցանկանալ։ Դե իմ խոսքերից մեջ արդեն ուզեցի ինչ-որ Մենք ամփոփում ենք արդեն դրա համար։ Ցանկանանք որ ժամանակը բախտավոր լինի մեզ համար եւ կարողանանք այդ ժամանակը ճիշտ օգտագործել։ Դա մեծ բան է։ Վերեկի ճանապարհը դա է։ Այլապես դեռ քայլ է։ Մենք մեզանով պետք է կողջ լինենք։ Եվ մենք պետք է ձգտենք դեպի ավելի ունենանք, ավելի շատ ունենանք, բայց ճիշտ ճանապարհով, ոչ թե սխալ ճանապարհով։ Ունենք դրա ներուժը։ Ես հավատում եմ մեր հայ ժողովրդի ներուժին հավատում եմ։ Ես մեր մտավորականներից մեկի հետ որ խոսում էի, ասում էի ինչին եք հավատում, ինչին եք վստահում մեր հետագայի, ասում էր հայկական գենին։ Դրա մեջ ճշմարտություն կա, ոչ լրիվ։ Մենակ դրանով չի սահմանափակվում, բայց հայը միշտ եղել է մտածող ժողովուրդ, շնորհքով ժողովուրդ։ Չնայած գիտեք ինչ կա, հակառակն է սխալ է։ Հայերում ամենայն լավ է։ Մեր մեջ է կա անհաջող մարդիկ, շատ։ Այդպես չեմ ուզում մեկնաբանել, հայը որ ամենայն լավ է, անպայման լավ չի։ Բայց հայը ունի իր պոտենցիալ կարողությունը, որպեսզի իր վաղվա անելիքը որոշի ճիշտ։ Այդ վաղվա անելիքներից հաջորդ տարվա համար ասենք որ մեկը կամ մի քանիսը կառանձնացնեիք։ Ոչ մեկին։ Ես ուզում եմ որ բախտավոր լինի մեր ժողովուրդը։ Ուզում եմ որ բախտը ամենատեղս արևը կա նաև մեր վարտեզը ջերմացնի։ Այդ բախտավորությունը մենք ունենանք։ Այս լավատեսական նոտայի վրա ավարտենք, թող արևը նաև մեր պարտեզը ջերմացնի հաջորդ տարի։ Մեկ անգամ էլ թույլ տվեք շնորհավորել ձեզ եւ նոր տարվա առիթով, եւ Սուրբ Ծննդյան եւ նաեւ ձեր ծննդյան օրվա առիթով։ Լավ եղեք, առողջ եղեք, շարունակեք այդպես։ Լավ մնացեք։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր։ Այս տարվա վերջին թողարկումը, եթե չհաշվենք ամսի 31-ի տոնական թողարկումը, ես այսօր զրուցում էի Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի պրոֆեսոր Հովհաննես Չեկիջյանի հետ։ Լավ մնացեք։